Միրզոյան Արամ, խոսքը Աբաջան Գոհարի մարզի մասին է, խոսել է Լատվիայի արտաքին նախարարի Բայբա Բրաժեի հետ, շատ անկեղծ զրույց է տեղի ունեցել, քննարկել են հարաբերությունների հարվածումը, գործընկերություն ունեն, սրանց գործընկերությունը ինչ պետք է երկու գերտերություն, Լատվիան ու Հայաստանը, շատ ուժեղ գերտերություն, ընդհանուր շահը սրանց, ընդհանուր զբաղմունքը հակառուսականությունն է։ Պարզ է, ուրիշ գրանտակերները աշխարհի բոլոր երկրների նույնն են, գրանտակերը Աֆրիկայում էլ է գրանտակեր։ Ուրիշ խոսելու բան չունեն, բայց ինչն է հատկանշական, շնորհակալություն է հայտնել այդ գեղեցկուհուն, որը նկարից երևում արդեն Եվրոպոլ չի վաղուց, արդեն պարվա Եվրոպոլ է, ծաղիկ ընդունելու համար Հայաստանից, որոնք Ռուսաստանը մերժել է ինչ-ինչ պատճառներով։ Ծաղիկն է ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի 10,000 հատիկ ծաղիկի մասին է խոսքը, այսինքն մեծածաղիկնով մաքսիմում 20,000 եվրո, 10-ից 20,000 եվրո, դուք տեսեք Միրզոյան Արոյի ջենտլմենությունը, վերջի Աբաջան Գոհարի մարզն է, չէ, տնգալից ասողը, ջենտլմեն լինելու 20,000 եվրոյի նվերը չեն տվել 20,000 եվրոն, թույլ են դվել, որ զիբիլը վաճառվի Լատվիայում, հատուկ զանգում շնորհակալություն է հայտնում։ Մի օր չտեսանք Միրզոյան Արոյում կամ մյուս գրանտակիրները շնորհակալ լինեն իսկական օգնության համար, ասենք տարեկան $2 միլիարդ Ռուսաստանից կանխիկ օգնության համար, այսինքն չէ գազի, բենզինի, հրամանների, տուրքերից ազատ մուտքը Հայաստան և Ռուսաստանի բարեկամքի շնորհիվ գազի էժանությունը դա կանխիկ փող է, չէ, նվեր են տալիս Հայաստանը։ Եվ շնորհակալ չեղան, մի օր չասենք անենք, ինչ-որ բան պարտական եք ձեզ, դե հո Լատվիայի 10,000 ծաղիկի չէ, որ Լատվիան թույլ է տվել։ Ինչևէ, ջենտլմենության, ավելի գրանտակերական ջենտլմենության վառօրինակ է Աբաջան Գոհարի մարզու այսօրվա զանգը մեկ այլ պարվա Եվրոպոլի։ Ինչևէ, ուսանք մի 20,000 ծաղիկի կընդունեն, Հայաստանի ծաղկաբույսները մի 20,000 եվրոյի ապրանքի կվաճառեն Լատվիայում և կասեն, որ իհարկե ապագան Լատվիան է, 20,000 եվրոն ուր 2-3 միլիարդ ուր մեծ է տարբերությունը չէ, և հայերը ավանդույթին համաձայն կնախընտրեն 20,000 եվրոն, որովհետև եվրոն եվրոպական է, գազը ռուսական, ռուբլին էլ ռուսական, իսկ և ժողովուրդն է, եվրաժեկներ դավանող ժողովուրդ է, սիրտը Եվրոպայով։ Ուրեմն Միրզոյան Արոյին թողնենք մի կողմ, թեր բանավեճերը շարունակվում են, վերցնել մանդատ, թե չվերցնել, բայց ավելի հետաքրքիր դիսկուսիա է ծավալվում Պուտինի հավանական շնորհավորանքի շուրջ, կշնորհավորի սրան Պուտինը թե ոչ։ Պուտինի կողմից արդեն կարծիք հայտնվել է այս հայտարարությունների համար։ Մարշալ Զախարովն ասում է, որ բեսպրեցեդենտն է, իզրաշյոնն է, Վիաչեսլավ Նիկոնովը, որը Պետդումայի պատգամավոր է, և Վիաչեսլավ Մոլոտովի թոռն է, մարդը երեկ հիանալի բան ասեց, в Армении завершилась спецоперация западных спецслужб по продлению власти Նիկոլա Փաշինյանը։ Հիմա ինչ շնորհավորանքի մասին է խոսքը։ Իհարկե Պուտինը կշնորհավորի սրան, եթե հայ ընդդիմությունը գնա մանդատները վերցնի։
այդ դեպքում չշնորհավորելու իմաստը կգորի, չէ։ Հետո դու ընդունում ես լեգիտիմություն ընտրությունների, դառնում ես այդ պարլամենտի անդամ, բա ուշ ինչ ես պահանջում։ Եվ եթե այդ խայտարակ բանն եղավ, հետո չասեն, թե «Յա ախի Պուտինը սրան շնորհավորեց», «Յա բայրխի դուք բանդատ վերցրի դարա»։ Մի բան դուք արեք, չէ, հետո մյուսից պահանջեք։ Էլի են հին երկը պիտի երկեն, թե բախի Պուտինը սրան պրեդատիր չասեց։ Պուտինը սրան էլ բետար բան ասեց։ 20 թվականի նոյեմբերի 18-ի Պուտինի մի ժամանոց հարցազրույցը ռուսերենից ընդհանրապես մարդկային լեզուն հասկացողների համար բավարար է, որ հասկանան, թե Պուտինն ինչ ասեց սրա համար։ Մեկ բաց 26 տարվա նախագահ է Պուտինը։ Չի եղել դեպ, երբ ինքը մի ժամ խոսի ընդամենը մեկ թեմայի շուրջ, ու չի եղել այդ բան։ Ընդմիջումներով 20-20 րոպեանոց եթերներում Պուտինը ուղիղ մի ժամ խոսեց Ղարաբաղի մասին, պատերազմի մասին։ Մազեր մնացեն Հեկիմյանի երկի երկեր, ես չհասկացա, թե ինչու, դու չհասկացար, թե ինչպես։ Բա ես չհասկացա ինքը խի մեջես հոկտեմբերի 1-ի առաջարկեց, բա չհասկացա խի նես ալեց, ինքը չհասկացա խի տես ասվեց։ Մարդը պարզ ասեց, բոլորի բացատրեց, Ռոբե ջան, այս մարդը միտումնավոր պատերազմը տարվել է, իմ ուղարկած զենքի չի ուղարկել Ղարաբաղ, ինչի վկայությունը Հարությունյան Արայիկի և Ռուսլանի Իսրայելյան հեռախոսազրույցն է։ Իմ բոլոր առաջարկների մեջ է, որ Ղարաբաղը դիրիկով հանձնի պրծնի։ Վերջի պահին էլ, երբ Պուտինն է ասում, երբ ես տեսա, որ ամեն ինչը սրանք մտածին են Ստեփանակերտն է դատարկել, ինչի ապացույցն է կա, հեռախոսազրույցը կա, գաղտնալսում ասենք։ Ինքը նոր իր քայլն արեց։ Այդ երկու ջահելի ականջները քաշեց, ըստ ամենայնի, ու իր զորքերը մտցրել Ղարաբաղ պատերազմի վերջի տվեց բռնի ուժով։ Ինչ եք սպասում Պուտինին, վախի չասեց պրեդացել։ Մի քիչ շատ բան չեն պահանջում հայերը բոլորից, ոչ մի բան չանելով, բայց հանկարծ իրանք բան չանել։ Իրանք պատգամավորի մանդատ են ուզում, աշխատավարձ են ուզում, եվրագործողումներ են ուզում, Ստրասբուրգներում քաշ գալ են ուզում, հա, բայց Թող Պուտինը չճանաչի։ Ինչևէ, այն մարդը կլինի Հայաստանի, նոր Հայաստանի ամենախայտարակ մարդը, Փաշինյան Նիկոլին հավասար խայտարակություն, որը գնաց պարլամենտ և հետո ասեց, թե «Յա Պուտինը խի շնորհավորեց»։ Դա կլինի Փաշինյան Նիկոլ, կամ Միրզոյան Արո, կամ Ալեքսանյան Վահագ, կամ Սիմոնյան Ալեն, կամ էլ բերդեր խայտարակ բան։ Եվ ուրեմն կողմնորոշվեք։ Հարգարժան տուժած ընդդիմություն։ Չեք կարող Մայդան անել, մի հարեք, ոչինչ։ Հրաժարվեք մանդատից, սպասեք զարգացումներին։ Երեկ են խոսել։ Սա այն բաներն է անելու շատ մոտ ապագայում, որ սրա գլուխը ջիջարդել արդեն անհնար կլինի։ Արդեն անհնար կլինի։ Անգամ պարոն Նապաստակ Ծառուկյանը կվազի սրա դեմ անհար պայքարի։ Ինչևէ, այսքանն էի ուզում ասել, հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Հիշեցնեմ, կրկնեմ, Պուտինի սրան շնորհավորել, չշնորհավորելը կախված է բացառապես հայրենի ընդդիմությունից։ Մանդատները վեր կեցան, մանդատները վերցրին, գնացին պարլամենտ, դարձան բոքսի տանց, հետո չասեք, թե ինչի շնորհավորեց Պուտինը սրան։ Առաջի քայլը դուք արեք, հետո սպասեք դիմասինի արձագանքին։ Այսքանը, բաժանորդագրվեք իմ յութուբյան և տելեգրամյան ալիքներին, շատ շուտով կհանդիպենք։